Տվալու վարողի իրավունքով ես ձեզ հարց ունեմ, ես ձեզ խնդրում եմ լուսաբանեք, ասեք, թե ինչ կա եւ ինչ է կատարվում անիֆի գործով, որովհետեւ այդ գործը քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս եւ մեր ընդդիմադիր գործընկերները հաճախ հենց հղում են անում դրան եւ տպավորություն ստեղծում, որ իշխանությունը փորձում է կամ փորձել է այդ գործը ինչ որ ձևով ծածկադմփոց անել, որովհետեւ ձևով դրա մասին չխոսել։ Հիմա ես ձեզ հարց եմ ուղղում եւ խնդրում եմ ներկայացրեք մեր падգամավորներին, մեր հանրությանը այդ գործով ինչ զարգացումներ կան, ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել եւ ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես տրամադրվել էի արդեն եզրափակիչ ելույթում այս հարցին անդրադառնալ, որովհետեւ ակնկալում էի հանրային քննարկումներին հետևելով, որ այս հարցը կհնչի, շնորհակալ եմ, որ հարցը բարձրաձայնեցիք, էլի չվնասելով նախաքննությանը, որովհետև ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում եւ առաջիկայում նաեւ քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում շատ կարճ ժամանակահատված հետո ուղղակի կարճ նշեմ թե քննությունը այս պահին ինչ հիմնական ուղղություններ է ներառում, որովհետև մի շարք լրատվականներ տարբեր պարբերականությամբ իրենց ուսումնասիրություններն են հրապարակում, ենթադրելով, որ քննությանը դրանք հայտնի չեն, բայց այդ հրապարակումները եւս դառնում են ուսումնասիրության առարկա։ Շատ կարճ ուղղակի նշեմ, որ անիֆի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են անիֆի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր եւ պարգևավճարներ ստանալու հայկական ավիաուղիներ Փակbaşıնետիրական ընկերության Flyarna Anji Service, Outsource SP, Areva Consulting, Caucasus Services, Midcube K&G, Masdar Սերմից Ֆերմա, Hard Rock, Global Connect, Tavros, Ապագա Project ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները։ Ես հատուկ նշեցի ընկերությունները, որտեղ յուրաքանչյուր դրվագ, որը շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով, սրանք բոլորը քննության առարկա են քննչական կոմիտեում եւ ինչպես նշեցի, եթե հոդվածները հետաքրքիր են կարող եմ թվարկել, դրանք հիմնականում 277 հոդվածն է քրեական օրենսգրքի, 256-ը ծանրացնող հանգամանքներում, մի քանի դրվագներով եւ մի շարք անձանց վերաբերյալ եւ առաջիկայում կարծում ենք, որ մենք հանրությանը արդեն պատրաստ կլինենք ներկայացնել, թե ինչ արդյունքներ ունենք, իսկ մենք հանրությանը հիշեցնեմ, որ ներկայացնում ենք, պարոն Սիմոնյան, որ գործը արդեն ուղարկում ենք դատարան, այսինքն դատական հեռանկար ենք տեսնում վարույթով։ Ձեր թույլտվությամբ այսքանով սահմանափակեմ նախքննությանը չվնասելու, նաև այս փուլում, ինչպես նշեցի մեկ այլ հարցին պատասխանելիս, ոչ ամբողջական տեղեկատվություն չներկայացնելու նկատառումներից ելնելով, բայց առաջիկայում իհարկե ավելի մանրամասն կհրապարակենք։ Արձագանքեմ ձեր թույլտվությամբ, եթե հնարավոր է նախաքննության գաղտնիքը չխախտելով, կան եղել են արդյոք նախկին ներկա պաշտոնյաներ, որոնք այս գործով հարցաքննվել են, բացատրություններ են տրվել եւ արդյոք հիմա կա կոնկրետ անձանց հետ կապված մեղադրանքի եւ հետագա գործողությունների նախապատրաստում կամ ինչ-որ գործընթաց։ Եթե չեմ, ինչու այն մասով, որքանով որ չեք խախտի նախաքննության մասը։ Շնորհակալ եմ մեկ դրվագով բավական լուրջ գումարի մասին, մոտ $2 միլիոն մասին է խոսքը, մեկ դրվագով ունենք արդեն հեռանկարով քննություն, հեռանկարի նկատի ունեմ քրեական հետապնդման եւ այո, հարցաքննվել են եւ շարունակում են հարցաքննվել, ոչ թե բացատրություններ, այլ քանի որ վարույթի շրջանակներում տարբեր կարգավիճակներով են հարցաքննվում անձինք, պաշտոնատար անձինք այդ թվում, ովքեր առնչություն են ունեցել անիֆի գործունեության հետ։ Շնորհակալություն, Գեղամ Մանուկյան, համեցեք։ Պարոն Սիմոնյանի հարցը իմ հարցի մի մասը արդեն կանխեց, Տիկին Վարդապետյան, որ պատգամավորներին կոչ էի անում գրավոր դիմել պատասխանը, ես շատ կասկածում եմ, թե պատգամավորները կստանան այդ պատասխանները, որովհետև օրինակ փետրվարի 13-ին գրավոր դες հարցում եմ ուղարկել, հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ հարց պատասխանին ընդդիմությանը 5-րդ շարասուն լինելու բանի մեջ մեղադրելուն եւ դիմել է հանցագործության մասին հաղորդում ու ակնկալել է դեզանից պատասխան, մինչև հիմա պատասխան
չեմ ստացել։ Հիմա հարցս, շարունակելով մամուլում եղած հրապարակումների հետաքննությունների արդյունքում հարուցվող կամ չհարուցվող քրեական գործերին։ Ֆակտոր AM կայքը վերջերս բավականին տարողունակ մի հետաքննություն էր իրականացրել, համաձայն որի 44-օրյա պատերազմի 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ էր սահմանվել, խոսքը ապրանքների դրոշմավորման մասին էր եւ պետք է օպերատոր ընտրվեր ու այդ օպերատորին էր ամբողջ գումարը հասնելու փոխարենը, որ պետական համակարգը կարող էր իրականացնել եւ միլիարդավոր դրամները հոսեին պետական բյուջե։ Հետո արդեն պատերազմից հետո մի քանի օր հետո ընտրությունը տեղի ունեցել եւ բարձվել է այն օպերատորին, որ ընտրել են, պատահականորեն պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի սեփական ընկերությունն է եւ դրանից հետո էլ չի աշխատել, հարուցվել է քրեական գործ այդ հարցով, եթե կարելի է էլի նախաքննության գաղտնիքը չխախտելով կարող եք ինչ-որ մանրամասներ ասել այդ քրեական գործի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, ձեր հարցման բովանդակությունը, քանի որ բարձրաձայնեցիք, ես մի քանի հարցում եմ հիշում նույն բովանդակությամբ, որ դուք մեզ ուղարկել եք, եթե սխալվում եմ, մեկ հարցում չի, որին պատասխան չեք ստացել։ Ես լրացուցիչ կճշտեմ, բայց ես եմ հիշում, որ ես ձեր հարցմանի պատասխան ուղարկել եմ։ Մի հատ նորից կճշտենք, որովհետև մենք ամեն դեպքում անհետևողական չենք մեզ ուղված գրավոր հարցումների հետ կապված։ Իսկ մյուս վարույթի հետ կապված պետք է ներողություն խնդրեմ, քանի որ էլի ակտիվ քննության փուլում գտնվող վարույթ է, որի վերաբերյալ տվյալ չեմ կարող ներկայացնել, մինչև այն փուլը, երբ որ պատրաստ կլինենք արդեն գոնե անիֆի չափ տեղեկատվություն ներկայացնել, հաջորդիվ որևէ ձևաչափով տեղեկատվություն ձեզ կներկայացնենք, կամ գրավոր, կամ բանավոր։ Արձագանք պարոն։ Շնորհակալություն առիթից օգտվելով, որ արձագանքի հնարավորություն կա, այս դրոշմապիտակի մասին է, գործընկերներ, որակով շատ ավելի վատն է, քան նախկինում եղել է, առնվազն ծխողները կհաստատեն, որ Հայաստանում գործող խանութների վաճառողների մեծ մասը ամեն օր անիծում է այս գաղափարը մտցնողին, որովհետև սիգարետների այդ ակցիզները, այդ սարքերը չեն կարդում, ստիպված հալեցնում են, տոպրակն են պոկում եւ իրականում նաեւ շատ ավելի բարձր գին է սահմանվել ու բազմաթիվ ապրանքներ այդ առումով սարսափելի մեծ խնդիրներ են առաջացրել, հատկապես առևտրային ոլորտում, իհարկե խոսքը վերաբերում է, որ ամեն ապրանք պետք է հաշվառվի եւ այլն, բայց բազմաթիվ տեխնիկական լուրջ խնդիրներ են առևտրային ոլորտում առաջացնում, ամեն դեպքում ուշադիր կհետևենք իրավապահների գործողությանը այս հետաքննությանը եւ ընդհանրապես շնորհակալություն մեր բոլոր հետաքննող լրագրողներին, որոնք նախկին իշխանությունների ժամանակ, հիմա ցանկալի ու վստահ եմ ապագայում էլ իրենց հետաքննություններով միշտ իշխանության գործունեությունը, իշխանավորների գործունեությունը լուսարձակի տակ կպահեն։ Շնորհակալ եմ։ Միանում եմ ձեր շնորհակալություններին, կիսում եմ ձեր պատկերացումները, տիկին դատախազ կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերը ավարտվեցին եւ պատգամավորները կարող են մտքերի փոխանակության համար գրանցվել, գրանցում